ձյան պատճառով ճանապարհների որոշ հատվածներում գործում են սահմանափակումներ։ Ցածր ջերմաստիճանի հետևանքով կցորդով եւ կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակված է հետևյալ ճանապարհահատվածներում. Թբիլիսի Սենակի Լեսելիձե ավտոճանապարհին, Սուրամի տրանսպորտային հանգույց Բորիթի հատվածում, Գուդաուրի Կոբի հատվածում, Խաշուրի Ախալցիխե Վալեի ուղղությամբ, Գոմի Սաչխերե Ճիաթուրա Զեստափոնի ուղղությամբ, Ախալքալաքի Կարծախի եւ Ախալցիխե Նինոցմինդայի ավտոճանապարհներին, Կոդա Փարսխիսի Մանգլիսի Ծալկա Նինոցմինդա եւ Զուգդիդի Ջվարի Մեստիա Լաստիլի ավտոճանապարհին Խայիշի Ուշկուլի ուղղությամբ։ Իսկ նույն ճանապարհի Խայիշի Ուշկուլի հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաները կարող են երթևեկել միայն սահքի դեմ շղթաների օգտագործմամբ։ Ուժեղ ձյան, վատ տեսանելիության, բքի եւ բարդ մետեորոլոգիական պայմանների պատճառով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է, հիմնականում բարձրալեռնային շրջաններում, հետևյալ հատվածներում. Բաթումի Ախալցիխե ավտոճանապարհին, Գոդերձի առողջարան Ուտխիսուբանի հատվածում, Նաքերալայի լեռնանցքում, Սաչխերեոնի ճանապարհին, Փարավանի լեռնանցքում, Կորշա Շատիլի հատվածում, Նիչպիսի Դիդգորի Մեծ Թոնեթի ավտոճանապարհին եւ Զուգդիդի Ջվարի Մեստիա Լաստիլի ճանապարհի Ուշկուլի Լաստիլի հատվածում։ Ճանապարհների վարչությունը կոչ է անում քաղաքացիներին եւ ուղևորներին պահպանել ավտոճանապարհներին սահմանված երթևեկության ռեժիմները եւ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Ուժեղ ձյան տեղումներն ու սառցակալումը վնասել են Արևմտյան Վրաստանի էլեկտրահաղորդման գծերը։ Այս պահին էլեկտրաէներգիան խափանումներով է մատակարարվում Իմերեթի եւ Սամեգրելոյի տարածաշրջանների գյուղերի մեծ մասում։ Անբարենպաստ եղանակային պայմանները առաջացրել են մեծ թվով վթարներ, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լարման էլեկտրացանցերում։ Չնայած նրան, որ առատ ձյան պատճառով տեղաշարժը դժվարացած է, Էներգոպրո Ջորջիայի տեխնիկական ծառայությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Վնասված վայրերում մնում են Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած Էներգոպրո Ջորջիայի լրացուցիչ բրիգադները։ Վերականգնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև էլեկտրամատակարարումը լիովին վերականգնվի։ Ռաճա Լեչխումիի եւ Քվեմոսվանեթիի տարածաշրջանի բոլոր 4 քաղաքապետարաններում առատ ձյան տեղումները առաջացրել են որոշակի խափանումներ։ Այս պահին քաղաքապետարաններում ինտենսիվ ռեժիմով իրականացվում են ճանապարհների մաքրում ձյան շերտից եւ էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները, ընդգրկելով բոլոր խնդիր ունեցող հատվածները։ Առատ ձյան հետևանքով դժվարացած է տեղաշարժը ներքին գյուղական ճանապարհներում, որոնց մաքրումն իրականացվում է քաղաքապետարանների կողմից մշակված պլան ժամանակացույցի համաձայն։ Ակտիվորեն մաքրվում են քաղաքապետարանների կենտրոնական փողոցները։ Բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է տարածաշրջանի 2 քաղաքապետարաններում՝ Ցագերում եւ Լենտեխում։ Էլեկտրամատակարարումը վերականգնված է Ամբրոլաուրի եւ Օնի քաղաքների միայն քաղաքային հատվածում։ Մնում են գյուղեր, որտեղ ակտիվորեն աշխատում են խմբերը։ Քաղաքապետարաններում քաղաքացիների համար գործում են թեժ գծեր։ Շուախևիի, Քեդայի, Խելվաչաուրիի եւ Քոբուլեթիի քաղաքապետարաններում ավտոմոբիլային ճանապարհների մաքրումը ձյան շերտից իրականացվում է ինտենսիվ ռեժիմով։ Աշխատանքներին ներգրավված են Աջարիայի ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեխնիկաները եւ մարդկային ռեսուրսները։ Այս պահին ձյան շերտից մաքրվում են վարչական կենտրոններին տանող ավտոմոբիլային ճանապարհները։ Բարձրալեռնային քաղաքապետարաններում խորհուրդ է տրվում տեղաշարժվել բարձր անցանելիության տրանսպորտային միջոցներով, սահքի դեմ շղթաների օգտագործմամբ։ Ամբողջ գիշերվա ընթացքում եւ մինչ այս պահը ինտենսիվ կերպով մաքրվում են ջրահեռացման հորերը, ծովտանող ջրանցքները։ Այս փուլում փողոցների ջրածածկում չի արձանագրվել։ Ջրամատակարարումը լիովին վերականգնված է բացառությամբ Գոդերձի Չոխելի փողոցում բնակվող բաժանորդների։ Նշված վայրում ջրի մատակարարումը կվերականգնվի ժամը 16-ին։ Նշված սահմանափակումը կապված չէ անբարենպաստ եղանակային պայմանների հետ։ Փիրոսմանի փողոցն արդեն ազատվել է վնասված ֆասադային կառուցվածքներից։ Բաթումիի կենտրոնական այգում իրականացվել է ծառերի եւ բուսականության ամրացում, ինչպես նաեւ ճյուղերի հեռացում։ Բաթումիի բուլվարի կողմից արդեն իրականացվել են զբոսավայրի մաքրման եւ վերականգնման աշխատանքները։ Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա եւ բոլոր համապատասխան ծառայությունները։ Անխափանորեն շարժվում է հասարակական տրանսպորտը։ Մոբիլիզացված են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները։
Մինչև հունվարի 3-ը Վրաստանում կպահպանվի ցուրտ եւ ժամանակ առ ժամանակ տեղումներով եղանակը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ դեկտեմբերի 31-ին օրվա վերջում Թբիլիսիում հնարավոր է թույլ ձնախառն անձրև, իսկ հունվարի 1-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունվարի 2-ի առավոտ սպասվում է ձյուն։ Սինոպտիկոսների տեղեկություններով այսօր օրվա վերջից Վրաստանում տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիությունում առանց վիզայի ռեժիմի կասեցման նոր մեխանիզմը։ Եվրահանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այն ավելի խիստ է լինելու, քան նախորդ տարբերակը։ Մեխանիզմը նախատեսում է մի քանի կարևոր փոփոխություններ, այդ թվում կասեցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ շեմի նվազեցում։ Նոր կանոնները Եվրամիությանը հնարավորություն են տալիս խնդիրներին ավելի արագ արձագանքել։ Մեխանիզմը գործում է փուլ առ փուլ։ Առաջին փուլում կասեցումը կվերաբերի դիվանագիտական, աշխատանքային եւ պաշտոնական անձնագրերի սեփականատերերին, իսկ երկրորդ փուլում, եթե խնդիրները չլուծվեն, կասեցումը կտարածվի ողջ բնակչության վրա։ Նոր մեխանիզմի նպատակն է Եվրամիության առանց վիզայի ռեժիմների հետ կապված մարտահրավերների հաղթահարումը ավելի արդյունավետ կերպով։ Եվրահանձնաժողովը հայտարարում է, որ Վրաստանը խախտել է վիզայի լիբերացման երկխոսության շրջանակում ստանձնած բազմաթիվ պարտավորությունները եւ չի կատարել Եվրահանձնաժողովի առաջարկությունները։ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում Վրաստանում հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների առնչությամբ։ Եվրահանձնաժողովի զեկույցը ներառում է 64 երկիր եւ տարածք, որոնց հետ Եվրամիությունը ներկայումս ունի առանց վիզայի ռեժիմ։ Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության, Արևելյան Կարիբյան եւ Լատինական Ամերիկայի երկրները։ Արդյոք վտանգված են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո հնարավոր է, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան փորձել է հարձակում իրականացնել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա, ինչի հետևանքով պաշտոնական Մոսկվան կվերանայի իր դիրքորոշումը բանակցություններում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով դեկտեմբերի 28-ից 29-ին Կիևը փորձել է հարձակվել Պուտինի պետական նստավայրի վրա, օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը ոչնչացրել է բոլոր դրոնները։ Վոլոդիմիր Զելենսկին հերքում է Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման փորձը։ Ինչպես նշում է Ուկրաինայի նախագահը, այդ տեղեկությունը կեղծ է եւ Ռուսաստանը դրանով հող է նախապատրաստում Կիևում կառավարական շենքերի վրա հարվածները իրականացնելու համար։ Զելենսկիի խոսքով սա փորձ է Ռուսաստանի կողմից կասեցնելու խաղաղ բանակցություններով ձեռք բերված առաջընթացը։ Ուկրաինայի առաջնորդը կոչ է անում նահանգներին պատասխանել Ռուսաստանի սպառնալիքներին։ ԱՄՆ-ի նախագահը հաստատում է տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկացել է Վլադիմիր Պուտինի կողմից։ Թրամփի խոսքով նման գործողությունը անընդունելի է, սակայն նա միևնույն ժամանակ չի բացառել, որ տեղեկությունը կարող է իրականությանը չհամապատասխանել։ Նահանգների նախագահը նաև պարզաբանել է այն, որ ունեցել է արդյունավետ հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան չի կարող հրաժարվել իր տարածքներից։ Ուկրաինայի նախագահի խոսքով դա հակասում է օրենսդրությանը, հասարակության դիրքորոշմանը եւ իրական իրավիճակին։ Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ տարածքային հարցը բանակցություններում ամենաբարդ մասն է եւ մնում է միակ կետը, որտեղ Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են։ Տարածքային հարցի վերաբերյալ հանրաքվեի հնարավորության մասին խոսելիս Զելենսկին նաեւ հաստատել է, որ նման քայլը դրական արդյունք չի տա։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության երաշխիքների տարբերակները։ Նրա խոսքով դա կարող է լինել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանական համակարգի նման, սակայն չի ենթադրում Ուկրաինայի լիիրավ անդամակցություն դաշինքում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժեշտի հանդիպում է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մահմուդ Ադիբի հետ։ Կառավարության ղեկավարը դիվանագետին շնորհակալություն է հայտնել Վրաստանում իրականացրած արդյունավետ գործունեության եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ ներդրած ավանդի համար եւ հաջողություն մաղթել ապագա գործունեությունում։ Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Վրաստանը անկեղծորեն աջակցում է Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանմանը։
Հեռուստատեսային հեռարձակման 69 տարին, Վրաստանի առաջին հեռուստատեսության հոբելյան, 1956 թվականի դեկտեմբերի 30-ին, ուղիղ 69 տարի առաջ Ֆունիկլյորում Թածմինդայի աշտարակին մոտ հաղորդավար մակետային ստուդիայից տեղի ունեցավ երկրի պատմության մեջ առաջին ուղիղ եթերը, որը վարում էին Լիա Միքաձեն և Ալեքսանդրա Մաճավարյանին։ Երկնագույն էկրանը վառվեց հենց ժամը 22-ին։ Հեռուստատեսային ստուդիան ամենասկզբում աշխատում էր օրու մեջ, իսկ 10 տարի անց հեռուստատեսությունը տեղափոխվեց Կոստավայի 68 հասցեով։ Բարձրացան մասշտաբներն ու տարածքային ծածկույթը, իսկ լրատվական ծառայությունը ալիքում հայտնվեց 1960-ական թվականների վերջին։ Վերջին նորություններ անվանումը 1968-ին փոխվեց և կոչվեց Մոամբե։ Հեռուստատեսային հեռարձակման 69-րդ տարում Վրաստանի առաջին ալիքը սկսեց նոր կարևոր փուլ։ Գրեթե 4 տարի տևած շինարարությունից հետո առաջին ալիքը ունի նոր, ուլտրաժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան շենք։ Մասշտաբը, տարածությունը, կոնցեպցիան, յուրահատուկ դիզայնը և ճարտարապետությունը ներկայացված են երկու նորակառույց շենքերում, հագեցած վերջին տեխնիկայով և ժամանակակից սարքավորումներով, մասշտաբային ստուդիաներով և տաղավարներով։ Մեր հասցեն է Պոլիտկովսկայա 31։ Երկրի առաջին հեռուստատեսությունը այսօր ընդգրկում է առաջին ալիքը, առաջին ալիք սպորտ, Վրաստանի ռադիոն և վեբ հարթակը Մեկ TVG։